Armezia YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, սկսում ենք աշխատանքային շաբաթը, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ Սկզբում շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր որ մեզ մշտապես աջակցում են, իսկ բոլոր նրանք, ովքեր որ առաջին անգամ կդիտեն այսօր եւ կամ բազմիցս դիտել են, բայց դեռևս չեն բաժանորդագրվել, ապա խնդրանքս է դա անել թեկուզ եւ այսօր։ Անցնենք լուրերին ու Կալիֆոռնիայի վարորդական իրավունքներից ավելի կոնկրետ նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է SB 169 օրինագիծը, որը նպատակ ունի արդիականացնել DMV-ի աշխատանքը, նույն ինքը ավտոմեքենաների վարչության աշխատանքը, նվազեցնելով բյուրոկրատիան եւ ավելացնելով արդեն թվային վարորդական իրավունքի հասանելիությունը միլիոնավոր կալիֆոռնիացիների համար։ Օրենքով Mobile Driver License փորձնական ծրագրի սահմանաչափը բարձրացվում է նահանգի լիցենզավորված վարորդների 15%-ից մինչև 60%-ը։ Սա նշանակում է, որ ավելի շատ կալիֆոռնիացիներ հնարավորություն կունենան իրենց վարորդական իրավունքը եւ անձը հաստատող փաստաթուղթը պահել բջջային հեռախոսում։ Օրենքը նախատեսում է նաեւ, որ կդադարեցվեն որոշ թղթային ծանուցումների փոստային առաքումները եւ այլևս պարտադիր չի լինի տպել վարորդի ձեռնարկները, իսկ վարորդական վկայականների երկարաձգման մասին տեղեկացումները կկատարվեն ավելի ժամանակակից թվային եղանակով։ Mobile Driver License ծրագիրը մեկնարկել էր 2023 թվականի օգոստոսին եւ մինչեւ օրս թվային վարորդական վկայական ստանալու համար դիմել է ավելի քան 3.5 միլիոն կալիֆոռնիացի։ Նահանգապետի գրասենյակը նշում է, որ նոր համակարգում ներառված են նաեւ գաղտնիության եւ անձնական տվյալների պաշտպանության լրացուցիչ միջոցներ։ Բացի DMV-ի բարեփոխումներից SB 169 օրենքը ներառում է նաեւ միջոցառումներ հասարակական տրանսպորտի աջակցման եւ 2028 թվականի Լոս Անջելեսի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերի նախապատրաստվող ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացման համար։ 71 տարեկան հասակում մահացել է Հարավային Կարոլինան ներկայացնող հանրապետական սենատոր Լինսի Գրեհեմը։ Նախնական տվյալներով մահվան պատճառը եղել է աորտայի շերտազատումը սրտանոթային հիվանդության հետևանքով։ Գրեհեմի վերջին հանրային այցերից մեկը եղել էր Ուկրաինա, որտեղ նա հանդիպել էր երկրի ղեկավարության հետ եւ աջակցություն հայտնել Կիևին։ Նա երկար տարիներ համարվում էր Միացյալ Նահանգների Սենատի ամենաակտիվ արտաքին քաղաքական գործիչներից մեկը, հատկապես Ուկրաինայի եւ Իսրայելի աջակցության հարցերում։ Քաղաքական կարիերայի սկզբում Գրեհեմը կոշտ քննադատում էր Դոնալդ Թրամփին։ 2016 թվականի նախընտրական արշավի ընթացքում նա Թրամփին անվանել էր ռասայական եւ կրոնական մոլեռանդ եւ զգուշացրել, որ նրա առաջադրումը կարող է ծանր հետևանքներ ունենալ հանրապետական կուսակցության համար։ Սակայն հետագայում նա դարձավ Թրամփի ամենամոտ դաշնակիցներից մեկը կոնգրեսում եւ նույնիսկ նրա խաղընկերը գոլֆի դաշտում։ Թրամփը Գրեհեմի մահից հետո նրան անվանել է ամենամեծ մարդկանցից եւ սենատորներից մեկը, որ երբևէ ճանաչել է, ընդգծելով նրա հայրենասիրությունն ու ծառայությունը երկրին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ խորապես վշտացած է Գրեհեմի մահվան լուրից, իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը կորցրել է իր ամենամեծ բարեկամներից մեկին։ Լինսի Գրեհեմը 1994 թվականին էր ընտրվել ներկայացուցիչների պալատ, իսկ 2002 թվականին ԱՄՆ Սենատ, որտեղ աշխատել է ավելի քան 2 տասնամյակ, դառնալով հանրապետական կուսակցության ազդեցիկ դեմքերից մեկը։ Նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մակմասթերին Սենատում ժամանակավորապես նշանակել հանգուցյալ սենատոր Լինսի Գրեհեմի քրոջը Դարլին Գրեհեմ Նորդոնեին։ Թրամփը այդ մասին գրել է սոցիալական ցանցում, նշելով, որ Նորդոնեն պետք է զբաղեցնի Գրեհեմի տեղը մինչև նրա ժամկետի ավարտը, որը նախատեսված է մինչև հունվար ամիսը։ Սպասվում է, որ Հարավային Կարոլինայի նահանգապետը պաշտոնապես կհայտարարի իր որոշման մասին, իսկ եթե նշանակումը հաստատվի, Դարլին Գրեհեմ Նորդոնեն երթում կտա որպես Սենատի ժամանակավոր անդամ։ Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունը ժամանակավորապես դադարեցրել է Flock Safety ընկերության ավտոմատ համարանիշ ճանաչող տեսախցիկների օգտագործումը տվյալների անվտանգության եւ անձնական կյանքի գաղտնիության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Լոս Անջելեսում ներկայումս տեղադրված է Flock Safety 138 տեսախցիկ, որոնք ավտոմատ կարդում եւ գրանցում են անցնող մեքենաների համարանիշները։ Իրավապահները նշում են, որ նման տեխնոլոգիաները հաճախ օգնում են բացահայտել հանցագործություններ եւ հայտնաբերել կասկածյալներին, սակայն քաղաքացիական իրավունքների պաշտպաններն ու միջարկ բնակիչներ պնդում են, որ համակարգը վերահսկում է նաև օրինապահ վարորդներին առանց նրանց համաձայնության։ Ամենամեծ մտահոգություններից մեկն այն է, որ հավաքագրված տվյալները կարող են փոխանցվել դաշնային իշխանություններին եւ օգտագործվել ներգաղթի վերահսկողության գործողությունների ընթացքում։ Այս հարցը ասել է նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդին։ Իզաբել Խուրադոն ավելի վաղ առաջարկել էր դադարեցնել Flock Safety համակարգի ընդլայնումը, իրականացնել գործող ծրագրի համապարփակ ուսումնասիրություն եւ ուժեղացնել վերահսկողությունն ու թափանցիկությունը։ Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ շարունակում են բանակցությունները Լոս Անջելեսի ոստիկանության հետ եւ հույս ունեն, որ մոտ ապագայում կվերականգնեն համագործակցությունը։ Առայժմ հայտնի չէ, թե երբ Լոս Անջելեսի ոստիկանությունը վերջնական որոշում կկայացնի, կվերսկսվի արդյոք Flock Safety տեսախցիկների օգտագործումը, թե ոչ։
Թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջը Vivaldi Catering-ին, եթե ձեր առաջիկա պատվերի ժամանակ ընդգծեք, որ նրանց մասին տեղեկացել եք Armedia-ից, այսինքն մեզանից, ապա կստանաք հաճելի անակնկալ։ Պատվերները կարող եք գրանցել ինչպես առցանց հարթակով, որը կարող եք գտնել, այսինքն հասեն կարող եք գտնել մեր նկարագրություն բաժնում, այնպես էլ զանգահարելով 707 771 77 71 հեռախոսահամարին։ 12 appetizers, 5 hot dishes, 5 sides, $300 for 10 to 12 people. Make every moment a Vivaldi moment. Շարունակենք լուրերը։ Հանգստյան օրերին եւ այսօր մերձավոր արևելքում հանգիստ չի եղել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրապարակել է տեսանյութ, որը ըստ Թեհրանի ցույց է տալիս Միացյալ Նահանգների հարվածներին ի պատասխան արձակված հրթիռները։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև շարունակվել են փոխադարձ հրթիռային եւ անօդաչու թռչող զարքերի հարձակումները։ Իրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Միաժամանակ Թեհրանը կրկին հրահանգել է փակել Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի եւ բնական գազի մատակարարումների մոտ 20%-ը։ Սակայն Միացյալ Նահանգները հերքել է այդ հայտարարությունը, նշելով, որ Իրանը չի վերահսկում նեղուցը եւ միջազգային նավարկությունը շարունակվում է բնականon ընթացքով։ Նոր բռնկված լարվածությունը կասկածի տակ է դնում նախորդ ամիս Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ստորագրված ժամանակավոր համաձայնության ապագան։ Այդ համաձայնությունը նախատեսում էր վերաբացել Հորմուզի նեղուցը եւ 60 օր շարունակվող բանակցությունների միջոցով հասնել պատերազմի վերջնական ավարտին։ Նախորդին Օմանում բանակցություններ էին անցկացնում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ Օմանի արտգործնախարար Բադր Ալ-Բուսայդին։ Իրանի իշխանությունների փոխանցմամբ հանդիպումը նվիրված էր Հորմուզի նեղուցի շուրջ պայմանավորվածությունների համակարգմանը, իսկ բանակցություններին հաջորդ փուլում նախատեսում է նաև Քաթարի մասնակցությունը։ Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նույնպես արձագանքել է իրավիճակին, գրելով, որ միակողմանի համաձայնությունների ժամանակաշրջանն ավարտվել է եւ զգուշացրել, որ պայմանավորվածությունները խախտելու դեպքում դրա գինը պետք է վճարվի։ Այսօր Fox News-ը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցում եւ ապահովել միջազգային նավարկության անվտանգությունը։ Թրամփի խոսքով Իրանը կրկին փորձում է վերահսկողություն հաստատել նեղուցի նկատմամբ, խախտելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մենք համաձայնություն ունեինք, այն արդեն ավարտված գործ էր, բայց նրանք խախտեցին այն։ Նրանք միշտ են խախտում պայմանավորվածությունները, ասել է նախագահ Թրամփը։ Նրա խոսքով Վաշինգտոնը շարունակելու է կոշտ գործողությունները Իրանի դեմ եւ չի պատրաստվում հրաժարվել Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու ծրագրերից։ Մենք կվերահսկենք նեղուցը, հավանաբար կդառնանք Հորմուզի նեղուցի պահապանը, գուցե նույնիսկ այն անվանենք նեղուցի պահապան հրեշտակ, հայտարարել է նախագահ Թրամփը։ Նա նաև նշել է, որ այս անգամ Վաշինգտոնը պահանջելու է ֆինանսական փոխհատուցում այն երկրներից, որոնք օգտվում են նեղուցի անվտանգությունից։ Նրա խոսքով տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները պաշտպանել է Հորմուզի նեղուցը առանց որևէ վճարի, մինչդեռ մյուս երկրները շահույթ են ստացել այդ անվտանգությունից։ Մենք այժմ կպահպանենք նեղուցը, բայց դրա համար մեզ կվճարեն եւ շատ կվճարեն, ընդգծել է նախագահ Թրամփը։ Իրանի զինված ուժերը հայտարարել է, որ Թեհրանը որևէ պարագայում թույլ չի տա, որ Միացյալ Նահանգները միջամտի Հորմուզի նեղուցի կառավարմանը։ Պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին նշել է, որ Վաշինգտոնի վերջին գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը, միջազգային առևտուրը եւ նավթատար ու առևտրային նավերի անվտանգ անցումը։ Նրա խոսքով, իրավիճակը սրվում է նաև այն պատճառով, որ տարածաշրջանի որոշ երկրներ համագործակցում են Միացյալ Նահանգների զինված ուժերի հետ, ինչը ըստ Իրանի մեծացնում է պատերազմի ընդլայնման վտանգը։ Զոլֆաղարին հայտարարել է, որ Իրանը ուժով կարձագանքի Միացյալ Նահանգների ցանկացած փորձի, եթե ամերիկյան ռազմական ուժերը փորձեն միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը կամ խոչընդոտեն առևտրային նավերի երթևեկությանը Իրանի կողմից սահմանված երթուղուց դուրս։ Նա ընդգծել է, որ վերջին օրերին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ իրանական բանակի գործողությունները արդեն ապացուցել են երկրի պատրաստակամությունը։ Իրանի ռազմական ներկայացուցիչը նաև նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրների ղեկավարներին, որ Միացյալ Նահանգների ցանկացած ռազմական կամ նյութատեխնիկական աջակցությունը Թեհրանը կդիտարկի որպես գործողություն Իրանի ինքնիշխանության եւ ազգային անվտանգության դեմ։ Նրա խոսքով, եթե հակամարտությունը տարածվի ամբողջ տարածաշրջանով, դրա պատասխանատվությունը կրելու են Միացյալ Նահանգները եւ այն երկրները, որոնք աջակցում են ամերիկյան ռազմական գործողություններին։ Պենտագոնի ղեկավարը անդրադարձել է տվյալների արտահոսքին, սակայն չի նշել, թե ինչ արտահոսքի մասին է խոսքը։ Պատերազմի նախարար Հեքսեդը տեսաուղերձ է հրապարակել, որտեղ հայտարարել է, որ Արդարադատության նախարարության եւ հետաքննությունների դաշնային բյուրոյի նույն ինքը FBI-ի հետ համատեղ
Ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի նպատակն է բացահայտել եւ քրեական պատասխանատվության ենթարկել գաղտնի տեղեկատվության արտահոսքի հեղինակներին։ Նախարարի հայտարարության համաձայն գաղտնի ռազմական եւ ազգային անվտանգության տեղեկատվության ապօրինի հրապարակումը կարող է լուրջ վնաս հասցնել երկրի անվտանգությանը եւ վտանգել զինված ուժերի գործողությունները։ Ընդգծվել է նաեւ, որ նման արտահոսքերը դավաճանություն են այն զինծառայողների նկատմամբ, որոնք կատարում են իրենց ծառայությունը երկրի պաշտպանության համար։ Նոր որոշման համաձայն նախարարության գլխավոր իրավախորհրդատուի գրասենյակը ստանում են լայնված լիազորություններ, պահանջելու արտահոսքերի հետաքննությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն, փաստաթուղթ կամ աջակցություն նախարարության բոլոր ստորաբաժանումներից։ Հայտարարության վերջում ընդգծվել է, որ գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունենալը մեծ պատասխանատվություն է, եւ այն անձինք, որոնք կխախտեն այդ վստահությունը, կկանգնեն օրենքի ամբողջ խստության առաջ։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ռազմական գործողությունների նոր սրումը կրկին ազդեցություն է ունեցել համաշխարհային էներգետիկ շուկայի վրա։ Brent տեսակի նավթի գինը երկուշաբթի ասիական շուկաներում աճել է մոտ 4%-ով։ Նույն չափով թանկացել է նաեւ ամերիկյան հում նավթը։ Շուկաների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Հորմուզի նեղուցը։ Նավերի տեղաշարժին հետևող Kepler ծառայության տվյալներով Կիրակի Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը 6 նավ, ինչը վերջին 5 շաբաթվա ամենացածր ցուցանիշն է։ Իսկ վերջում եղանակի մասին հարավային Կալիֆոռնիայում սկսվում է հերթական ուժգին շոգի ալիքը։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը շարունակաբար կբարձրանա։ Իսկ շաբաթվա կեսին որոշ շրջաններում կհասնի մինչև 110 աստիճան ըստ Ֆարենհայթի, դա հավասարազոր է 43 աստիճան ըստ Ցելսիուսի։ Մինչև երեքշաբթի առավոտյան ուժի մեջ կմնա նախորդ նախազգուշացումը, որից հետո այն կփոխարինվի ավելի բարձր աստիճանով, քանի որ չորեքշաբթի եւ հինգշաբթի սպասվում է ավելի վտանգավոր շոգ։ Օդերևութաբանների կանխատեսմամբ ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն չորեքշաբթի եւ բազմաթիվ քաղաքներում ջերմաչափերը կգերազանցեն 100 աստիճան ըստ Ֆարենհայթի եւ 38 աստիճան ըստ Ցելսիուսի, իսկ որոշ հովիտներում կհասնեն 110 աստիճան ըստ Ֆարենհայթի։ Շոգին կավելանա նաեւ բարձր խոնավությունը։ Տարածաշրջան ներթափանցող մուսոնային խոնավության պատճառով լեռնային եւ անապատային շրջաններում ամեն օր հնարավոր են անձրևներ եւ ամպրոպներ։ Նույնիսկ ափամերձ բնակավայրերում ջերմաստիճանը շաբաթվա կեսին կարող է հասնել 90 աստիճանի ըստ Ֆարենհայթի, նույն ինքը 32 աստիճան ըստ Ցելսիուսի, իսկ գիշերները կմնան անսովոր տաք։ Օդերևութաբանները խորհուրդ են տալիս հնարավորինս վաղ ավարտել բացօթյա աշխատանքները, խուսափել կեսօրվա արևից, շատ հեղուկ օգտագործել եւ ուշադիր լինել հատկապես երեխաների, տարեցների եւ ընտանիք կենդանիների նկատմամբ։ Կանխատեսումների համաձայն բարձր ճնշման համակարգը կսկսի թուլանալ հինգշաբթի եւ մինչեւ ուրբաթ ջերմաստիճանը աստիճանաբար կվերադառնա տարվա այս շրջանին ավելի բնորոշ մակարդակի։ Այս ժամի համար այսքանը, երեկոյան թողարկմանը օրվա լուրերը կներկայացնի Էմա Շաբոյանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։